Նիկոլ Փաշինյանի արդեն երևի 8 տարվա, 7.5-8 տարվա կառավարման ժամանակ Հայաստանը իր իսկ սխալ եւ անտգետ ապաշնոր, որոշ դեպքերում նաեւ ես կարող եմ համաձայնվել դավաճանական ընտրությունների պատճառով հայտնվել է եւ ունեցել է Ադրբեջանի հետ արդեն 10 ռազմական բախում։ Այդ բախումների արդյունքում, որոնք ասում են, տեղի են ունեցել միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է 2019 թվականի նպաստավոր հայանպաստ, այո, պլանը, որ առաջարկվել էր մեր լավագույն դաշնակիցների կողմից, նկատի ունեմ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ըստ էության խարխլելով նրանց դերը որպես միջնորդի եւ որպես Ադրբեջանի ագրեսիայի զսպողի, ինչի հետևանքով մենք հայտնվել ենք այս կործանարար ընթացքի մեջ, կորցրել ենք Արցախը, կորցրել ենք 5000 թանկարժեք կյանք, մեր զինվորների կյանքերը, կորցրել ենք Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող ինքնիշխան տարածքներ, բարձունքներ, գտնվում ենք նաև Զանգեզուրի միջանցքի կորստի գործընթացի մեջ,